1909 թվականին Ամերիկայի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի 28-ին Նյու Յորքում կազմակերպում է կանանց օրը։ Մեկ տարի հետո 1910 թվականին Գերմանուհի Կլարա Ցետկինը եւ մեկ էլ են լավ երկրի անունով կինը, չէ՞, Ռոզա Լյուքսեմբուրգը սոցիալիստ կանանց միջազգային կոնֆերանսին ասում են, որ եկեք մարտի 8-ը նշենք որպես աշխատավոր կանանց հիշատակի օր։ Ու այդ օրվանից մարտի 8-ը նշվում է որպես կանանց միջազգային օր կամ աշխատավոր կանանց միջազգային օր։ Այս տոնը կոչվում է նաև կանանց իրավունքների պաշտպանության օր, բայց ես առայսօր չեմ հասկանում կանայք իսկապես պաշտպանության կարիք ունեն։ Տղամարդիկ հասկացանք, հաստատ ունեն պաշտպանվելու կարիք, երեխաները էլի ունեն պաշտպանվելու կարիք, բայց կանայք իսկապես։ Առաջին զույգին երկար ուսումնասիրելուց հետո օձը որոշեց մոտենալ Եվային, որովհետև եթե Ադամին մոտենար, միևնույն է Ադամը չէր կարող Եվային որևէ բանում համոզել, որ դա ճիշտ է։ Հաստատ չէր կարող համոզել, որ այդ արգելված պտուղը ուտել ճիշտն է, դրա համար մոտեցավ Եվային ու 2 վայրկյանում գործը գլուխ բերեց։ Կանացի այդ հրաշալի հմտության շնորհիվ մենք հիմա ապրում ենք մեկ այլ երկիր մոլորակի վրա, որտեղ մարտի 8-ը համարվում է կանանց միջազգային օր, որի առիթով մենք տղամարդիկով մեր սիրելի ռեմա կանանց նորից, մեր սիրելի քույրերին նորից շնորհավորում ենք։ Տերը օրհնի ձեզ, դուք շատ կարևոր եք մեզ համար, կարևոր եք Աստծո եկեղեցու համար, կարևոր եք Աստծո մարմնի համար։ Որովհետև իսկապես շատ բան է փոխվել Աստվածաշնչյան օրերից, ահա որ շատ բան է փոխվել։ Էլ չես կարող մի քանի կին ունենալ, էլ չես կարող մի քանի 100 կին ունենալ։ Անցել են այն ժամանակները, երբ որ կինը ամուսնու մոտ մտնելու համար պետք է հերթագրվեր, հիշում եք Եստերի գրքում, տենց էր այն ժամանակ։ Անկումը փոխեց հարաբերությունները կնոջ ու տղամարդու միջև, անկումը փոխեց հարաբերությունները մարդու ու Աստծո միջև, անկումը փոխեց հարաբերությունները Աստծո ու կնոջ, Աստծո ու տղամարդու միջև, նաև այդ երկուսի միջև շատ փոխեց հարաբերությունները, բայց առնվազն այդ անկման պատճառով մի բան չի փոխվել ու մնացել է անփոփոխ։ Դա Աստծո վերաբերմունքն է իր արարչագործության պսակի մարդկանց, իր ժողովրդի հանդեպ։ Անցած անգամ մենք խոսեցինք Աստծո երազանքի մասին, Աստծո ցանկության մասին, որ Աստված իր ժողովրդի մեջ բնակվել սիրող, իր ժողովրդի մեջ բնակվել ցանկացող, իր ժողովրդի մեջ բնակվող Աստված է։ Ու այդ ժողովրդին Աստվածաշունչը տարբեր բնութագրեր է տալիս։ 5 կտակարանում կարդում ենք, որ Աստված Իսրայելին կոչում էր իր անդրանիկ որդի, կոչում էր սիրելի։ Պետրոսը նոր կտակարանում արդեն եկեղեցու համար գրում է, ասում է, որ դուք ընթիցեղ եք, թագավորական քահանայություն եք, ասում է դուք սուրբ ազգ եք, սեփական ժողովուրդ եք։ Պողոսը Կորինթացիներին ու Եփեսացիներին գրում է, որ եկեղեցին Աստծո հարսն է, որին սիրելով ու որի համար Քրիստոսը իր անձը մատնեց։ Հայտնության գրքում, որ Աստծո գրավոր հայտնության վերջն է, Աստծո հեղինակավոր ու միակ հայտնությունը մարդկությանը, որով որ ավարտվում է, եկեղեցին այդ հայտնության մեջ նորից ներկայացված է կնոջ տեսքով։ Ինչ հրաշալի է, որ Աստված ընտրել է իր հայտնության, իր ասելիքի ամենավերջում եկեղեցին ներկայացնել հենց այդ կերպարով, կնոջ կերպարով։ Ցանկացած այլ հեղինակ իր գրքի վերջաբանում կգրեր մի կերպարի մասին, որ խաղաղություն է բերում, որ արդարություն է բերում, որ ուժեղ է, որ այդ ամեն ինչ ինքը լուծում է, բայց Աստված պատմության ու ժամանակի վերջում բեմ է իջեցնում կնոջը։ Ինչու հենց կինը մնաց Աստծո ժողովրդի վերջնական կերպար։ Անցած անգամ Կարենը խոսեց այդ կնոջ 2 կերպարների մասին, Հիսուսի ու եկեղեցու սիրո մասին, հարս կին կերպարների մասին։ Հովհաննեսը
Հայտնության 19-ում գրում է. Եվ գահից մի ձայն ելավ, ասելով. Օրհնեցեք մեր Աստծուն, նրա բոլոր ծառաները ու նրանցից երկյուղողները, փոքրեր ու մեծեր, եւ լսեցի մի ձայն նման մեծ բազմության ու առատ ջրերի, ինչպես ձայն ու ուժեղ որոտի, որ ասում էր. Ալելույա, որովհետեւ թագավորեց ամենակալ Տեր Աստված։ Ուրախանանք եւ ցնծանք ու փառք տանք նրան, որովհետեւ գառան հարսանիքը հասավ ու նրա կինը պատրաստեց ինքն իրեն։ Նրան տրվեց, որ հագնի սպիտակ մաքուր եւ լուսափայլ բեհեզ, որովհետեւ բեհեզը սրբերի արդարությունն է։ Եվ ինձ ասաց. գրիր, երանելի են գառան հարսանիքի ընթրիքին կանչվածները, եւ ինձ ասաց. սրանք Աստծո ճշմարիտ խոսքերն են։ Հովհաննեսը տեսավ, որ գառան հարսանիքը ի վերջո եկավ, ի վերջո հասավ։ Հովհաննեսը ասում է նրա կինը կամ նրա հարսը պատրաստեց ինքն իրեն։ Ով է այդ կինը կամ ինչ է այդ կինը։ 21-րդ գլխում հայտնության Հովհաննեսը նորից ասում է. տեսա Սուրբ քաղաքը, նոր Երուսաղեմը, որ իջնում էր երկնքից, Աստծո մոտից, պատրաստված եւ ինչպես իր ամուսնու համար զարդարված մի հարս։ Եվ գահից ուժեղ ձայն լսեցի, որ ասում էր. ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Նրանք կլինեն նրա ժողովուրդները, իսկ ինքը կլինի նրանց Աստվածը, որ նրանց հետ է։ Հարսը Աստծո նոր Երուսաղեմն է, Աստծո խորանն է, որովհետև գահից հենց այդ մասին է լսվում աղաղակ։ Ահա Աստծո խորանը, որ նա բնակվելու է մարդկանց հետ։ Ու տեսնում ենք, որ իր ժողովրդի մեջ բնակվող Աստվածը այս պատկերում հասնում է իր երազանքին։ Նա այսուհետ, նա այլևս բնակվում է իր ժողովրդի մեջ, այն խորանի, այն նոր Երուսաղեմի, այն խաղաղության քաղաքի, որ հարսի պես իրեն պատրաստել էր ու իջավ Աստծո մոտից։ Աստված իր հարսին, իր եկեղեցուն դիտարկում է որպես այն տեղը, այն խորանը, որտեղ ինքը ուզում է բնակվել, ոնց որ ասաց Մովսեսին. ինձ համար մի սրբարան թող շինեն, որ բնակվեմ իրենց մեջ։ Ու մենք այսօր կխոսենք այդ հարս բնակավայր եկեղեցի կին իրականության մասին։ Մենք Եփեսացիների թղթից մի հատված կնայենք այն նամակից, որտեղ Պողոսը խոսում է եկեղեցու մասին։ Խոսում է թե որպես Քրիստոսի հարսի, թե որպես Աստծո բնակավայրի։ Ու Պողոսը 3 տարբեր տերմիններ է օգտագործում եկեղեցին նկարագրելու համար, ու եկեղեցին 3 տարբեր ձևով նկարագրում է որպես տեղ, որտեղ Աստված է բնակվում։ Եփեսացիների 2-րդ գլխի 19-ից 22 հատվածում տեսեք 3 բառեր է օգտագործում։ Ուրեմն այսուհետ այլևս օտար ու պանդուխ չեք, այլ սրբերի, համաքաղաքացիներ եւ Աստծո ընտանիքի անդամներ, առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունակարը Քրիստոսն է։ Նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջ մեջ սուրբ տաճար դառնա, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծո բնակարան հոգու միջոցով կամ հոգու մեջ։ Եփեսացիները նախկին հեթանոսներ էին, ու թե հրեաներն էին իրանց համար, թե իրանք էին օտար հրեաների համար։ Բայց հիմա Աստծո հոգով այս երկուսը հրեաները ու հեթանոսները կարող են մոտենալ Աստծուն, որովհետև նրանք այլևս օտար չեն, այլ սուրբերի հետ համաքաղաքացիներ եւ Աստծո ընտանիքի անդամներ։ Առաջի պատկերը, որ Պողոսը տալիս է, Աստծո ընտանիքի անդամներ։ Հունարենում չկա անդամներ բառը։ Հայերեն այսպես է թարգմանված, որ փոխանցվի իմաստը։ Հունարենում այս Աստծո ընտանիք բառը ոչ թե գոյական է, Աստծո ընտանիք, այլ ածական։ Ու եթե հայերեն թարգմանենք, այսպիսի մի բան կստացվի. Աստծո ընտանեկաններ, Աստծո ընտանիներ,
Կարծես Աստծո ընտանիքին պատկանողներ, հունարեն օիկիոս, ընտանեկան մարդիկ, բնորոշումն է, ընտանեկան, Աստծո ընտանեկան մարդիկ։ Այս բառը Պողոսի 3 անգամ է օգտագործում, միայն իր գրվածներով, Նոր Գտակարանում միայն տեղ է հանդիպում։ Առաջին, երբ որ ասում է Գաղատացիներին, ասում է առաջին ինչ որ անեք, արեք հավատքի ընտանիքին, հավատքի ընտանեկաններին, ովքեր ձեր հավատքի հետ նույնն են։ Երկրորդ էստեղ այս Աստծո ընտանեկանները, ու մյուս կիրառումը առաջի Տիմոթեոսում է, երբ որ ասում է, որ եթե մարդ իր ընտանիքին, իր ընտանեկաններին չի անում, ապա ինքը բանի պետք չի։ Այս բառը շատ խիստ մոտիկ ընտանեկան կապեր ու հարաբերություններ նկարագրող բառ է։ Ու երբ նման ածական էին օգտագործում, լսողը հասկանում էր, որ խոսքը գնում է այդ ընտանիքի մարդկանց միջև հարաբերությունների առանձնահատուկ լինելու, յուրօրինակ լինելու, շատ մոտիկ ու շատ արժեքավոր լինելու։ Մեր թվարկությունից առաջ 250 թվականին հելենական մշակութային կենտրոններից մեկը համարվող եգիպտական Ալեքսանդրիայում բնակվող հունախոս հրեաները, երբ որ նախաձեռնեցին 5 կտակարանի հունարեն թարգմանությունը, նրանք այս օիկոս բառը օգտագործեցին օրենքի թերևս ամենատարօրինակ գրքերից մեկի, Ղևտացիների ամենատարօրինակ հատվածներից մեկի թարգմանության մեջ։ Ղևտացիների գիրքը լեցուն է տարբեր տարօրինակ արգելքներով ու պատվիրաններով, որոնք մեզ համար շատ անհեթեթ են թվում ու ինչ որտեղ նաև քստմնելի են թվում։ 17-րդ գլխում Ղևտացիների 6-րդ խոսքից սկսած Աստված արգելում է արյունակից ազգականների մերկությունը բացելը։ 17-րդ խոսքում արգելում է սեփական եղբոր կնոջ ու նրա դստեր մերկությունը բացելը։ Մենք, որ ապրում ենք 21-րդ դարում ու մեծացել ենք քրիստոնեական մշակույթի մեջ, մեր համար այս ամեն ինչը անհասկանալի, անհանդուրժելի ու հիմար բան է, բայց Տերը բացատրում է, թե ինչու է ինքը նման բաներ արգելում։ Ու հատուկ նշում է 24 խոսքում, որովհետև այս բոլոր բաներով պղծվեցին են ազգերը, որոնց ձեր առջևից պիտի քշեմ։ Իսրայելը դուրս էր եկել Եգիպտոցից, որտեղ տարբեր պղծություններ կային, ու Իսրայելը գնում էր ազգերի մեջ, որոնց համար այս ամեն ինչը սովորական բաներ էին։ Դրա համար Տերը հատուկ զգուշացնում է, որ հանկարծ Իսրայելը նման բան չանի, որպես իր սուրբ ժողովուրդ։ Ազգականների միջև այդ մոտիկությունը, այդ արյունակցությունը մատնանշելու համար հունախոս հրեաները օգտագործել են այդ նույն օիկիոս ընտանեկան բառը։ Ընթերցողի համար պարզ է դառնում, թե ինչի մասին է խոսքը։ Մենք այստեղ Աստծո ընտանիքի մեջ այդպիսի, նման մտերմության, մոտիկության, մեկ արյունից, մեկ սերնդից, մեկ ճյուղից սերածների նման ենք։ Մենք որպես Աստծո հարս ընտանիք, այդպիսի մոտիկության, այդպիսի հարազատության ու սերտության մակարդակ ունենք, թե Աստծո հետ, թե ամեն մեկս իրար հետ։ Ոնց որ փորձել են այդ խոսքի խորությունը ու որակը փոխանցել, երբ որ թարգմանել են 5 տակարանը հունախոս լսարանի համար։ Մենք Աստծո ընտանեկաններն ենք։ Հարսի ներսում, եկեղեցու ներսում Հայր Աստծո ընտանեկանները այսպիսի հարաբերություններ ու մոտիկություն ունեն։ Աստված այդպես է տեսնում, Աստված այդպես է ընդունում իր հետ մեր հարաբերությունները ու նաև մեր միջև իրար այդ հարաբերությունները։ Մնում է մենք, որ ընդունենք, որ մենք այդպիսին ենք։ Քրիստոսի մեջ մենք այդքան մոտիկ ենք ու այդքան կպած ենք Աստծուն ու Աստծով այդքան մոտիկ ու կպած ենք իրար։ Դրա համար ենք մենք իրար կոչում քույրեր
ու եղբայրներ, որոնք օիկիոս են, որոնք ընտանեկան են։ Եփեսացիները լինելով Հռոմի հպատակներ, իրենք լավ գիտեին Պողոսի կիրառած տերմինները։ Իրանք գիտեին ինչա նշանակում օտարներ, որևէ իրավունք ու արտոնություն չունեցողներն էին հռոմեական քաղաքներում, ու Պողոսը ասում է դուք այլևս օտար չեք։ Պանդուխտներ, դրանք էլի քաղաքացիներ չէին, բայց իրենց վերաբերվում էին որպես հարևաններ ու իրենք որոշակի իրավունքներ ունեին, բայց քաղաքացիները հռոմեական ունեին լիարժեք իրավունքներ ու պաշտպանություն ցանկացած հռոմեական քաղաքում։ Ու Պողոսը հետ էր ասում էր եփեսացիներ, դուք ոչ միայն օտար չեք, անիրավունք, անպաշտպան, դուք ոչ միայն պանդուխտ չեք, որոնց ուղղակի հարևանի պես են վերաբերվում, այլ դուք Աստծո ընտանիներին հասանելի բոլոր իրավունքները ու պաշտպանությունները ունեք, որպես Աստծո սուրբերի համաքաղաքացիներ։ Ու այս ածականով, այս բնութագրով Պողոսը բերում է հարս եկեղեցու ներքին հարաբերությունների որակի պատկերը, շատ մոտիկ, խիստ իրար կպած, միասին մի համայնք, մի ընտանիք։ Եկեք լինենք այդ համայնքը ու այդ ընտանիքը, կպած Տիրոջը ու կպած իրար, որովհետև Պողոսի փոխանցած հաջորդ պատկերը մեզ այլ ընտրանք չի տալիս։ Ասում է, որ դուք Աստծո ընտանիքի անդամներ եք, նորից այդ Եփեսացիս 19-ից 22 հատվածն է, առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է, նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջ մեջ սուրբ տաճար դառնա։ Քրիստոսի մեջ ամբողջ կառույցը, եկեղեցին, հարսը, կինը, ներդաշնակորեն միավորված աճում է, որ Տիրոջ մեջ սուրբ տաճար դառնա։ Ներդաշնակորեն միավորված, հայերեն հնչում է որպես ածական, բայց հունարենում սա բայ է, սունարմոլոգեյո, բարդ բառը, 3 տարբեր բառերից փախկացած ու նշանակում է իրար հետ ճիշտ կպնելով, իրար վրա ճիշտ հագնելով, ճիշտ նստելով, դասավորվելով, լեգոյի նման մի պատկեր է տալիս Պողոսը, երբ որ ամեն ինչ իրար հետ ճիշտ ներդաշնակորեն կպնելով ձևավորում է։ Ու սա ոնց որ Պողոսի հնարած բառն է, որովհետև միայն իր կողմից է օգտագործված ու էլի եւս մեկ անգամ օգտագործված է Եփեսացիների թղթում, երբ որ Պողոսը նկարագրում է մարդկային մարմնում տարբեր անդամների իրար ներդաշնակորեն կպած լինելը ու մի մարմին ձևավորելը։ Ու սա միայն սկիզբն է։ Մենք այսպես իրար հետ սազելով, համապատասխանելով, դասավորվելով գնում ենք ինչ-որ տեղ։ Սա ուղղակի հավես բան չի, կարևոր բան չի, ճիշտ բան չի, որ անում ենք, մենք սա անում ենք, իրար հետ կպած ենք լինում ու շարունակում ենք այդպիսին լինել, որովհետև եկեղեցին կամ կառույցը այդպես միավորված աճում է, որ դառնա Տիրոջ մեջ սուրբ տաճար։ Քրիստոսի մեջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է այն ժամանակ, երբ որ մենք ներդաշնակորեն միավորված ենք։ Ու միայն այդ պայմանով է, որ այդ կառույցը աճում ու դառնում է սուրբ տաճար Տիրոջ մեջ։ Ու եթե եկեղեցու հարսի առաջի պատկերով, այդ ընտանեկանների պատկերով Պողոսը ցույց էր տալիս եկեղեցու հարսի, կնոջ, ներսի որակը ու հարաբերությունների սերտությունը, ապա Տիրոջ մեջ սուրբ տաճար պատկերով Պողոսը արդեն խոսում է այդ ներսի բովանդակության մասին։ Թե ինչ բովանդակություն, ինչ պարունակություն կամ սենց ասենք, ինչ հոգի ունի այդ եկեղեցին, այդ կինը, այդ հարսը։ Եկեղեցին սուրբ տաճար է, ասում է Պողոսը։
Տաճար հունարեն նահոս բառն է, որն առաջացել է նայո, բնակվել բառից, ու նշանակում է բնակավայր, տեղ, որտեղ բնակվում են։ Տեխնիկապես բնակարանը, եթե դատարկել լինի, ինքը էլի կոչվում է բնակարան, բայց հասկանալի է, որ տունը, բնակարանը այդպիսին է միայն այն ժամանակ, երբ որ ներսում բնակվում են։ Մի պատմություն կա, չգիտեմ հնարով է, թե ճիշտ է, բայց մի քրիստոնյա Աստծուն ասում է, Տեր, ասում է, այս եկեղեցին գնամ, լավ եկեղեցի է, Տերը ասում է, չգիտեմ, ոնց չգիտես, ասում է, հա, չգիտեմ, որովհետև ես ընդեղ վաղուց չեմ բնակվում։ Սարդիկե եկեղեցին էլ գիտեր, որ Տերը բնակվում է իր մեջ, բայց պարզվեց, որ ինքը մեռած է, ուղղակի կենդանի լինողի անուն կամ համբավ ունի։ Նահոս, տեղ, որտեղ բնակվում են։ Սա Մովսեսին տրված պատվիրանի արձագանքն է։ Ինձ համար թող մի սրբարան շինեն, որ բնակվեմ իրանց մեջ։ Եթե ժամանակի մեջ ոնց որ հետ գնանք ու հասնենք ամենասկիզբը, ապա այս բնակվելը մեր մոտ ինչ ասոցիացիաներ կառաջացնի, որտեղ էր Աստված բնակվում։ Այն ամենասկզբում Եսային է գրում, Եզեկիելն է գրում, ասում է, որ Տերը բարձրունքներում էր բնակվում, Աստծո որդիների խորհրդի մեջ, հյուսիսի վայրերում։ Այո, բայց երբ որ Ադամը իր աչքերը բացեց, տեսավ, որ Աստված բնակվում է Եդեմում։ Հանուն Ադամի հետ ապրելու Աստված այդ բարձրից իջավ, բնակվեց երկրի վրա։ Ու Եդեմում բնակվելը իր առանձնահատկությունն ուներ։ Աստված ոչ միայն բնակվում էր այնտեղ, այլև շրջում էր, ման էր գալիս, զբոսնում էր։ Ու հենց այդ զբոսնելու ժամանակ է, որ Աստված պարզում է, որ Ադամն ընկել է։ Ու թեև առաջին հայացքից այդ բնակվելը, մնալը, ոնց որ ձախողվեց, չստացվեց, բայց Աստված չի դադարել ման գալուց, շրջելուց, զբոսնելուց։ Նա քայլում էր Իսրայելի ճամբարի մեջ, մենք սրան դեռ կանդրադառնանք։ Նա քայլում էր 7 եկեղեցիների 7 աշտանակների մեջ, որովհետև նա ոչ միայն իր ժողովրդի մեջ բնակվող է, այլ նաև իր ժողովրդի մեջ շրջող Աստված է։ Սա մի պատկեր է, երբ որ այդ շրջողը, այդ զբոսնողը կարծես ամեն ինչով հետաքրքրվում է, որ գալիս հարցնում է, քիթն ամենտեղ կողում է, հետաքրքրվում է ամեն ինչով։ Երբ որ ազգականներով հավաքվում են խնջույքի, միշտ կա, չէ՞, տենց մեկը, որ երեխեքի ուտելիքը կա, մի հատ էս կենացնել խմեք, էս ձուկը ինչ եղավ, տես մի հատ կերպար միշտ լինում է, չէ՞։ Բանակում ծառայած աղբերներս էլ կվկայեն, որ երկու տիպի հրամանատարներ կան։ Մեկը, որ քո հետ կիսում է հացը, ցուրտը, անընդհատ կողքը տա, հարցնում է ինչն է պակաս, ինչի կարիք կա, ինչով կարամ օգնեմ, ու կա մյուս տեսակի հրամանատարը, այդ տեսակի սպան, երբ որ ստուգողներն են գալի, նոր է գալի, քո կողքը հայտնվում, որովհետև ստուգողներ են եկել։ Իրանց մի բան է հետաքրքրում, առաջադրանքը տրվել է, գնացեք արեք։ Բայց այն մյուս տեսակի սպաները քո հետ են, քո կողքին են։ Աստված այս առաջի տեսակի սպաներից է, որ շրջում է իր ժողովրդի մեջ ու անկեղծ հետաքրքրվում է այդ ժողովրդով։ Աստված ամենտեղ իր քիթը խոթում է։ Հովհաննեսը իր ավետարանի վերջում ակնարկում է, որ Հիսուսը շրջում էր։ Ինքը գրում է, որ երբ որ առավոտը բացվեց հարությունից հետո, նրանք տեսան, որ Հիսուսը կանգնած է ծովի ափին։ Հիսուսը ման գալով, շրջելով, զբոսնելով եկել էր այդտեղ։ Աստված, երբ որ շրջում էր Եդեմում, հարցրեց. «Ուր ես, Ադամ»։ Ադամ, ուր ես, ինչու իմ ներկայության մեջ չես։ Ուր ես։ Հիսուսը շրջելուց հետո կանգնած էր ծովի ափին ու հարցրեց. «Տղեկ, ուտելու բան ունեք»։ Սա այն հարցն էր, որ հայրը պիտի տար Ադամին, բայց չհարցրեց։ Որովհետև Ադամը դուրս էր եկել իր ներկայությունից։ Երբ մենք Աստծո ներկայության մեջ ենք,
այս հարցը չի հնչում, ուր ես։ Այս հարցը այլևս չկա, որովհետև մենք իր ներկայության մեջ ենք, դրա փոխարեն հնչում է այս հարցը. տղաս, աղջիկս, ինչ ունես ինձ տալու։ Ինչ ունես, որ կուզես բաժնեկցել ինձ հետ, կիսվել ինձ հետ, սիրտդ, կյանքդ, հավատարմությունդ, վախերդ, կասկածներդ, անհավատությունդ։ Եթե մենք ներկայության մեջ ենք, այդ ժամանակ մենք իրեն հարց չունենք։ Բայց երբ որ մենք ներկայության մեջ չենք, մենք իրեն հարց ունենք։ Ոնց որ Ադամը իր վարքով, իր արածով, իր քայլով լուր, բայց այդ հարցը տվեց. Ինչ ես ինձնից պահել այս մի բանը։ Ինչ ես ինձնից այն արգելված պտուղը պահել։ Երբ որ մենք ներկայության մեջ չենք, մենք էլ ենք այդ հարցերը տալիս։ Ինչ ես ինձնից պահել այս հոգսիս, այս խնդրիս, այն պրոբլեմիս լուծումը։ Ինչու չես տալիս, ինչու չես կատարում այս խնդրանքս։ Մեծ տարբերություն կա ներկայության մեջ լինելու ու ներկայության մեջ չլինելու միջև։ Երբ առանձին ամեն մեկս Տիրոջ ներկայության մեջ ենք, դա ունենում է կումուլյատիվ, հավաքական էֆեկտ։ Այդ հավաքվում, միավորվում ու դառնում են ներկայության մի հզոր մթնոլորտ եկեղեցում, որտեղ բոլորս գալիս ենք իր ներկայության մեջ ապրած։ Ես վերջերս մի վկայություն լսեցի մեր եկեղեցի նոր հաճախող մի մարդուց։ Այս մարդը ասում էր, որ գալով մեր եկեղեցի անմիջապես զգացել է թեթևություն, օրհնություն, ազատություն։ Այո, դա Տերն է, դա մեր շնորհը չի, կամ պուպուշ լինելու արդյունքը չի, բայց համաձայնվեք, որ այլ կլիներ զգացումը, եթե այդ մարդը գար միտեղ, որտեղ ներկայությունը գնահատված, սիրված ու ապրած չի։ Ու նորություն չեմ ասի, եթե հիշեցնեմ, որ ներկայության մեջ գալու կամ մտնելու առաջի քայլը աղոթքն է։ Այս առումով ուզում եմ մի հատ հարց հնչեցնել առանց պատասխան ակնկալելու։ Քո տնային խմբում աղոթքը տեղ ունի։ Ինչ տեղ ունի աղոթքը իմ ու քո կյանքում։ Բոնկեն ասում է, որ աղոթքը դա ոչ թե հուսահատության հոգոց է, այլ հաղթական հավատքի աղաղակ։ Մենք ուղղակի հոգոց ենք անում, թե մենք բարձրաձայն աղաղակում ենք։ Մեր համայնքի ամրության հիմքը Աստծո ներկայությունն է, ուրիշ ոչ մի բան։ Որքան պարապած ենք ամեն մեկս իր ներկայության մեջ, որքան պարապած ենք մենք որպես համայնք, որպես եկեղեցի, որպես տնային խումբ, որպես ծառայություն, որպես տասնյակ, ցանկացած ընտանիքի ամրություն այդ ընտանիքի ներսում արկա շփումն է։ Ու շփում ասելով, ես ոչ միայն նկատի չունեմ Աստծո հետ մեր շփումը ինչ կարևոր ու առաջնային է, այլև հենց մենք մեր մեջ ունենք այդ շփումը թե չէ։ Մենք այս դահլիճը վարձում ենք ու այս դահլիճի պայմաններում ծառայությունից հետո կամ ծառայության ընթացքում իրար հետ մեր որակյալ շփումը հաղորդակցությունը այնքան էլ հնարավոր չի, որովհետև պայմանները թույլ չեն տալիս։ Բայց հաստատ ինձ ու քեզ որևէ բան չի խանգարում յուրաքանչյուր կիրակի փորձել մի նոր մարդու հետ ծանոթանալ։ Մեր մեջ հրաշալի մարդիկ կան հայտնի դերասաններ, կան ականավոր ռեժիսորներ, կան նկարիչներ, մանկավարժներ, տաղանդավոր լիքը մարդիկ, որ հայտնի են, որոնց բոլորը ճանաչում են։ Բայց հենց քո կողքին հիմա նստած է Աստծո հայտնին։ Աշխարհում իրան չեն ճանաչում, բայց ինքը այնքան հայտնի է, որ Աստված է իրան ճանաչում։ Այստեղ տարբեր տաղանդների ու տարօրինակ նախասիրությունների մարդիկ կան։ Գիտեք, որ մեր մեջ կա երգահան, որ հայտնի երաժիշտների, հայտնի երգիչների համար երգեր է գրել։ Ինքը հենց իմաստեղ է։ Գիտեք, որ մեր մեջ կան չինարենի տիրապետող մարդիկ։
Մեր մեջ կա մարդ, որ այսօր առավոտյան արթնացել է, ուշագնաց է եղել, բայց էլի եկել է ծառայության։ Մեր մեջ կան մարդիկ, ովքեր շրթներք են պատրաստում, գիտեք։ Կան մարդիկ տարօրինակ ազգանունով, Դալիջունց, գիտեիք։ Կամով գիտի իմ տարօրինակ նախասիրության մասին։ Հա? Ամենասիրելիս։ Չէ, դա չի։ Ապրի Արտուրը։ Ես հավաքում եմ դատարկ գրիչներ, որ գցելու լինեք բերեք ինձ։ Ծանոթացիր այդ Աստծո հայտնիների հետ։ Բացահայտիր Աստծո ներկայության գեղեցկությունները։ Որովհետև երբ որ Հիսուսը դիմեց, ինքը չդիմեց անհատի, ինքը դիմեց համայնքի։ Միասին եկեք բացահայտենք Աստծո համայնքի գեղեցկությունը, որը իրականում Աստծո գեղեցկությունն է։ Հիսուսը ծովի ափին ասաց տղերք, ինչ ունեք ուտելու։ Դիմեց բոլորին, Աստծո հոգին, այո, բնակվում է ամեն մեկիս մեջ, բայց նա որպես տաճար բնակվում է այնտեղ, որտեղ ներդաշնակորեն միաբանված մարդիկ միասին աճում ու դառնում են Տիրոջ մեջ սուրբ տաճար։ Ու Պողոսը այս տաճարին որակական բնութագիր է տալիս, ինքը չի ասում ուղղակի տաճար, ինքը ասում է սուրբ տաճար։ Այնտեղ որտեղ Աստված է բնակվում ու շրջում, պիտի մաքուր լինի, պիտի առանձնացված լինի։ Ասածս չի նշանակում, որ Աստված կզզվի քայլել մեր խնդիրների, խնդիրների, սխալների, մեղքերի, կեղտերի մեջ, բնավ։ Նա եկել է նաև դրանց հարցերը լուծելու համար։ Բայց մենք որպես համայնք ու մարմին պետք է հոգ տանենք մեր ներսի մաքրության համար։ Կարեն անցած անգամ իշատակեց արտաքին բարետեսության ու ներքին տգեղության մասին։ Աստծո համար երկուսն էլ կարևոր են։ Ու ասացինք, որ Աստված, երբ որ շրջում էր Եդեմում, շրջում է եկեղեցիների մեջ, բայց ասացինք նաև, որ Աստված շրջում էր Իսրայելի ճամբարի մեջ, Իսրայելի բանակում։ Ու Իսրայելի բանակում կամ ճամբարում բնակվող ու շրջող Աստված մի նորարարական բան է պատվիրում, որը երևի հանրային հիգիենայի առաջին դրսևորումներից մեկն է, եթե ոչ առաջինը։ Երկրորդ օրինաց 23-րդ գլխում Աստված մի կարևոր բան է ասում։ Բանակատեղից դուրս մի տեղ պետք է ունենաս ու այնտեղ գնաս քո կարիքները հոգալու։ Քո գործիքների մեջ մի բահ պետք է ունենաս, որ երբ դրսում կարիքներդ հոգալու լինես, դրանով փոսփորես ու քո աղբը ծածկես, որովհետև քո Տեր Աստվածը շրջում է քո բանակատեղիում, որպեսզի փրկի քեզ քո թշնամիներին ու մատնի քո ձեռքը։ Ուրեմն քո բանակատեղին մաքուր պետք է լինի, որպեսզի Տերը քեզ վրա աղտեղություն տեսնելով չզզվի քեզնից։ Տեր Աստված շրջում է հալակ բառնա։ Այս նույն բառնը, որ օգտագործված է ծննդոցում, երբ որ Աստված զբոսնում էր ու չգտավ Ադամին Եդեմում։ Աստված իր ժողովրդի մեջ բնակվող ու իր ժողովրդի մեջ շրջող Աստված է։ Երբ որ այս տողերը կարդացի, բոլորիս մոտ էլ են նորմալ ընկալումներ, որ այն ինչ որ Աստված պատվիրում էր, դա շատ խելամիտ զգուշացում էր, անկախ նրանից Աստված կշրջի թե չշրջի, պետք էր պահպանել հիգիենայի այդ տարրական կանոնը։ Բոլորս էլ հասկանում ենք, որ Աստված զզվանի մեկը չի, ինքը չի զզվում։ Ինքը ուղղակի Իսրայելին սովորեցնում էր, թե ինքն ինչքան մոտիկ ու անմիջական է իր ժողովրդի հետ։ Նա այդքան մոտիկ, այդքան բաց, այդքան հասանելի, այդքան առանց կոմպլեքսների շրջում էր իր ժողովրդի մեջ։ Այնքան, որ հատուկ ասում էր, մոտդ բահ պահես, որ քո կեղտերը ծածկես։ Միշտ այդ բահը պահես մոտդ։ Սա նշանակում է, որ յուրաքանչյուր իսրայելացու
պատասխանատվությունն էր իր մոտ այդ բահը պահելը։ Ու եթե ամեն մեկը այդպես վարվեր, ունենար իր բահը ու իր կեղտերը ծածկեր, բանակը մաքուր էր լինելու։ Բայց եթե նույնիսկ մեկը, բոլորն անեին, մեկը չաներ, այդ բանակը աղտոտվելու էր։ Հովհաննեսն ասում է Հայտնության 19:7-ում, որ գառան հարսանիքը հասավ ու կինը պատրաստեց ինքն իրեն։ Կինը կամ հարսը պատրաստեց իրեն։ Եկեղեցին ինքն իրեն պատրաստեց։ Աստված չպատրաստեց, Պողոսը չպատրաստեց, Հոգին չպատրաստեց, Հովիվը չպատրաստեց, տասնյակի առաջնորդը չպատրաստեց, եկեղեցին ինքն իրեն պատրաստեց։ Հունարեն հետոիմազո նշանակում է պատրաստել, ամեն բան պահել պատրաստի վիճակում, անել բոլոր անհրաժեշտ գործողությունները, որ երբ որ օրը գա, ամեն ինչ պատրաստ լինի։ Այս բառն օգտագործված այնտեղ, երբ որ Հիսուսը առակում ասում է, որ թագավորը ասեց հարսանքավորներին, եկեք ամեն ինչ պատրաստ է։ Իրոք ամեն ինչ պատրաստ էր։ Այս բառն օգտագործված, երբ որ Հիսուսը ուղարկում է աշակերտներին, ասում է գնացեք զատիկը պատրաստեք, ու մենք հասկանում ենք, որ ինչ-որ գործընթացներ էին գնալու այնտեղ։ Պատրաստելը, նախորոք ինչ-որ բաներ անելն է, ձեռնարկելը, պատասխանատու ձևով մոտենալը, որ հենց օրը ու ժամը գա, դու քեզնից կտրելով, տալով, հրաժարվելով, խնայելով, ամեն ինչ անելով, որ այդ պահին ու այդ ժամին ամեն ինչ պատրաստ լինի։ Դա իսրայելացու նման անապատում բահը միշտ քո ձեռքին ունենալն է։ Հարսը պատրաստեց ինքն իրեն։ Ինչ ենք մենք մեր կյանքում միշտ պատրաստ պահում։ Քրիստոսի մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որ Տիրոջ մեջ սուրբ տաճար դառնա։ Մենք ենք որոշում, թե մենք ինչ ենք ուզում լինել։ Մենք եկեղեցու ներսի արունակիցները, մենք Աստծո տղաներն ու աղջիկները, մենք ներդաշնակորեն միավորված աճողները, որ այդ սուրբ տաճարը դառնանք, ոչ թե ուղղակի տաճար, ոչ թե ուղղակի բնակատեղի, ոչ թե բնակավայր, այլ սուրբ տաճար Տիրոջ մեջ։ Ուզում ենք արդյոք մենք լինել այնպիսին, ինչպիսին որ Պողոսն է բնութագրում այս երկրորդ պատկերում։ Այդ սուրբ տաճարը արդյոք ուզում ենք մենք լինենք հենց այդպիսին, որովհետև Պողոսի հաջորդ պատկերը, որ տալիս է, նորից կապված է սրա հետ, որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծո բնակարան հոգու մեջ կամ հոգու միջոցով։ Եկեղեցու հարսի կնոջ երրորդ պատկերը Պողոսի համար դա հոգով կամ հոգու մեջ Աստծո բնակարան լինելն է։ Այս բառը երկու տեղ է օգտագործված, բնակարան բառը, այստեղ է օգտագործված ու Հայտնության 18:2-ում, կատայկայտայերոն։ Հայտնության 18:2-ում, գիտեք ինչ է գրված, Բաբելոնի անկման մասին է գրված։ Հրեշտակը ուժգին աղաղակեց ու ասաց. ընկավ մեծ Բաբիլոն ու դարձավ դևերի բնակավայր, արգելանոց բոլոր պիղծ հոգիների ու վանդակ բոլոր անմաքուր ու ատելի թռչունների համար։ Այս դևերի բնակավայրը կատոյկայտայտերոն բառն է։ Կատա նշանակում է ներքև։ Այս բառը խոսում է նրա մասին, երբ որ մի բան այտենց ներքև այնքան սխմված է, որ դուրս է թափվում։ Ու Հովհաննեսը Հայտնության մեջ կարծես նկարագրում, ասում է Բաբելոնը դարձավ դևերի բնակարան ու տալիս է այն պատկերը, որ այնքան լիքն էին, ցած վխտում էին, այտենց լցված էր։ Ու Պողոսը այս բառը ասում է, որ դուք դառնաք Աստծո բնակարան հոգու մեջ։ Աստված այնքան ձեր մեջ լինի, կարծես ինքը դուրս թափի, վխտա, այնքան ինքը ձեր մեջ լինի, այդ ձև են, ու բորկի ժամանակ են, որ պարկերը լսնում եք մի հատ էլ ոտքով պրես եք անում, չէ,
այդ պատկերն այդպես լցված, այդպես լեցուն լինի։ Այս բառը նման նկարագիր է փոխանցում։ Ու Պողոսն ասում է, որ մենք Քրիստոսի հետ կառուցվում ենք որպես Աստծո բնակարան հոգու մեջ։ Երբ որ մենք գիտակցում ենք ու դա արժեք է մեզ համար, այդ մոտիկությունը ու իրար հետ եւ Աստծո հետ արյունակից հարազատ լինելը, երբ միավորվելով մենք աճում ենք միասին, որ դառնանք սուրբ տաճար Տիրոջ մեջ, երբ ամեն մեկս մեր այն բահի չափով պատասխանատվություն ենք վերցնում ու մնում ենք այդ պատասխանատվության մեջ, այդ ժամանակ եկեղեցին դառնում է տեղ, որտեղ Աստված է լի բնակվում, այնքան լիքն է ու լցված է լինում Տերը մեր մեջ, որ նրա ներկայությունը թափվում է բոլոր տեղերից։ Աստծո բնակարան հոգու մեջ։ Ինչ մեծ պատիվ է նման բնութագրի արժանանալը։ Սա ոչ թե մեր, այլ Աստծո բնութագիրն է, Աստծո կարծիքն է, Աստծո համարումն է, Աստծո համարելն է մեզ այդպիսին։ Դուք նկատեցիք, որ Պողոսը Եփեսացիների 2-րդ գլխի այս վերջի խոսքերում, այս 3 պատկերներում ինքը ներկայացնում է Աստվածության ամբողջությունը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Ասում է, դուք Աստծո ընտանիներ եք, Հոր ընտանիներն եք, դուք Տիրոջ Հիսուսի մեջ Սուրբ տաճար եք ու Աստծո բնակարան եք հոգու մեջ։ Ցանկացած ճշմարիտ քրիստոնյա մի բան է ցանկանում այս կյանքում, ապրել Աստծո լեցունությունը, ամբողջությունը։ Ու քեզ մի գաղտնիք ասեմ, եթե ուզում ես ապրել այդ լեցունությունը, եղիր եկեղեցում։ Եղիր եկեղեցում։ Ինձ համար մի սրբարան թող շինեն, որ բնակվեմ իրենց մեջ, որտեղից դուրս կգամ ու կշրջեմ իրենց մեջ, կներգրավվեմ իրենց կյանքերի մեջ, իրենք կլինեն ինձ տղաներ ու աղջիկներ, ես կլինեմ իրենց հայրը ու կհարցնեմ։ Ուտելու բան ունեք։ Նման հարց Տերը տվել է Մովսեսին, ինչ ունես, ինչ կա ձեռքումդ։ Նման հարց Հիսուսը տվել է իր աշակերտներին, ինչ ունեք։ Այն ինչ ունենք, Տերը դրա կարիքը չունի, բայց Տերը դրանք վերցնում է մեզնից, որ մեզ լցնի մեր ձեռքից վերցրածով։ Ու երբ որ Տերը հարցնի, երբ որ այդ հարցը տա, ապա ինչ ունենք ես ու դու։ Ինչ ուտելու բան ունենք, որ տանք մեր ամենահարազատին, որովհետև մենք ուտում ենք մեր ամենահարազատների, ամենամոտիկների, ամենաարժեքավոր մարդկանց հետ։ Հիմա եկեք կանգնենք Տիրոջ առաջ։